Ներքին գործերի նախարարության ոստիկանության ուշադրության կենտրոնում է ապօրինի պահվող զենգզինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը։ Ըստ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, ապօրինի պահվող զենգզինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Նաև այս հանգամանքն են օգտագործում իրավապահները բնակչության շրջանում բացատրական աշխատանք իրականացնելիս։ Վերջին օրերին ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում կամավոր հանձնած զենգզինամթերքի հարուստ տեսականին ներկայացնենք մեկ տեսաշարով։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի պահվող զենգզինամթերքի կամավոր հանձնման, նաև հայտնաբերման դեպքեր։ Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնում ավիացիոն անվտանգության կայանից ահազանգ է ստացվել, որ մի ուղևորի մոտ հայտնաբերվել է ատրճանակ։ Մեկնած օպերատիվ խումբը տղամարդու պայուսակում հայտնաբերել է ատրճանակ եւ 5.6 մմ տրամաչափի 3 փամփուշտ։ Ապօրինի պահվող զենգզինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Քանաքեր Զեյթունի բաժնում։ Զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ֆանարջյան փողոցին հարող գերեզմանների մոտ ինքնաձիգ է թողել։ Ինքնաձիգը հայտնաբերվել է։ Մաշտոցի բաժին զանգահարած քաղաքացին էլ Սիլիկյան 5 խճուղում էր թողել AK-74 տիպի ինքնաձիգ։ Արաբկիրի բաժին զանգահարած քաղաքացին ինքնաձիգ էր թողել Հրազդանի կիրճ իջնող ճանապարհին, իսկ Շենգավիթի բաժին զանգահարած քաղաքացին ինքնաձիգ էր թողել Ալաշկերտ մարզադաշտի մոտ։ Էրեբունու բաժնի ծառայողներն էլ քաղաքացու զանգի հետքեր Նուբարաշենում հայտնաբերել են ինքնաձիգ։ Զվարթնոց օդանավակայանի գծային բաժին զանգահարած քաղաքացին օդանավակայանի հարևանությամբ էր թողել ինքնաձիգ ու ռազմամթերք, իսկ Երևանի մետրոպոլիտենի պահպանության բաժին զանգահարած քաղաքացին ատրճանակ էր թողել մետրոյի դեպոյի մոտակայքում։ Մալաթիայի բաժին զանգահարած քաղաքացին նույնպես ատրճանակ էր թողել Սեբաստիայի փողոցում։ Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները փետրվարի 6-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սարի թաղի 56-ամյա մի բնակիչ տանը ապօրինի զենգզինամթերք է պահում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 13-ին դատարանի որոշմամբ նշված տանը խուզարկություն է կատարվել։ Հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 125 փամփուշտ, AK-74 տիպի ինքնաձիգ, պահեստատուփով, երկփողանի հրացան ազդանշանային ատրճանակ, սվին դանակ 2 նռնակ, հրացանի 48 փամփուշտ, այլ զինամթերք։ 56-ամյա քաղաքացին ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները փետրվարի 15-ին դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել Արամուս գյուղի 33-ամյա բնակչի տանը եւ օժանդակ շինություններում։ Հայտնաբերվել են կարճեցված փողով առանց գործարանային համարի հրազեն, Մակարով տեսակի ատրճանակ, փամփուշտատուփում 6 փամփուշտ։ Նույն օրը խուզարկություն է կատարվել նաեւ Աբովյան քաղաքի 49-ամյա բնակչի տանը։ Հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ։ 33-ամյա եւ 49-ամյա տղամարդիկ ձերբակալվել են։ Ապօրինի պահվող զենգզինամթերքի կամավոր հանձնումներ են արձանագրվել ոստիկանության մարզային վարչություններում եւ ենթակա բաժիններում։ Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Դարակերտ գյուղի գերեզմանատանը զենգզինամթերք է թողել։ Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մեծաքանակ ինքնաձիգներ, որսորդական հրացան, նռնակներ եւ ռազմամթերք։ Կումայրիի բաժին զանգահարած քաղաքացին Ղարիբջանյան խճուղում էր թողել ռազմամթերք։ Ինքնաձիգի եւ ռազմամթերքի հանձնման դեպք է արձանագրվել նաեւ Եղեգնաձորի բաժնում։ Ջերմուկի բաժնում հանձնել են որսորդական հրացան, ինքնաձիգ, նռնակներ եւ ռազմամթերք։ Ճամբարակի բաժնում որսորդական հրացաններ, նռնակ, պայթուցիչներ ու ռազմամթերք։ Աշտարակի բաժնում որսորդական հրացան, ինքնաձիգ եւ ռազմամթերք։ Ինքնաձիգների եւ ռազմամթերքի կամավոր հանձնման 2 դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Գորիսի բաժնում։ Որսորդական հրացան, ինքնաձիգ, նռնակներ եւ ռազմամթերք են հանձնել Թալինի եւ Ապարանի բաժիններում։ Արագածի բաժնում արձանագրվել է ատրճանակի, նռնակների եւ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Պաղարշապատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ռեստորաններից մեկի մոտ թողել են մեծաքանակ զենգզինամթերք, այդ թվում ինքնաձիգներ, ռազմամթերք, նռնակներ։ Ինքնաձիգ, նռնակ եւ ռազմամթերք են հանձնել նաև ոստիկանության Ամասիայի բաժնում։ Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի քաղաքացի հայտնել էր, որ մեծաքանակ զենգզինամթերք է թողել Ջաջուրի ավտոտնակների մոտ։ Արարատի մարզային վարչությունում նույնպես արձանագրվել է մեծաքանակ զենգզինամթերքի կամավոր հանձնման դեպք, ինքնաձիգներ, գնդացիրներ, նռնակներ ու ռազմամթերք։ Մեծաքանակ զենգզինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Կոտայքի բաժնում, ինքնաձիգներ, ատրճանակ, նռնակներ եւ ռազմամթերք։ Ոստիկանության ամենօրյա պայքարը ապօրինի պահվող զենգզինամթերքի հայտնաբերման եւ առգրավման ուղղությամբ շարունակվում է։ Կրկին հորդորում ենք նաեւ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենգզինամթերքը կամավոր հանձնել իրավապահ մարմիններին։